Հիմա ինչ նախնդիրը դուք հավաքվել եք, էլի ով կասի մի երկու բառով։ Ով կասի։ Մենք ընտրել ենք մեր տեխնացուին 70% ձայների մեծամասնություն։ Задача состоит в том, что на сегодняшний день произошли выборы в Институте биохимии и были две кандидатуры – Чайляна Самвела и Гаспаряна Вартана. Коллектив института 53 человека проголосовали за Гаспаряна Вартана, 11 человек за Чайляна Самвела. Но руководство Академии, по нашим сведениям, хочет выбрать Чайляна Самвела. Поэтому коллектив пытается бороться. Мы хотим нашего сотрудника умного, перспективного, организованного. Естественно, вот поэтому пикет нас по этому вопросу. Լավ, հիմա ձեր հետագա քայլերը, եթե Մեր քայլերը եղել են, մենք մի հատ հոդված գրեցինք Գոլս Արմենիա, մի հատ հոդված առավոտում Արմնյուզը մեզ ցույց տվեց։ Հիմա այսօր նիստը, պրեզիդիումը պետք է որոշի, թե ով լինելու մեր ղեկավարը, տնօրենը։ Այսինքն այսօր արդեն որոշելու է վերջնական։ Ու հարցը նրանում է, որ իրանք պատրաստ են անտեսել կոլեկտիվի 80%-ի ձայները։ Կոլեկտիվի կարծիքը պատրաստում են անտեսել հնարավոր է։ Իսկ եթե անտեսեն, հնարավոր է կոլեկտիվի մեծամասնությունը հարցը դնի դիմի դատարան, դատական։ Պրոբլեմը նրանումն է, որ ըստ ընթացակարգի տնօրինության ընտրությանը կոլեկտիվի ձայնը համարվում է որպես խորհրդակցական։ Չգիտես ինչու անտեսում են կոլեկտիվին, քանի որ այդ տնօրենը պետք է նույն կոլեկտիվի հետ աշխատի ու չի ուզում այդ տնօրենին, միևնույնն է ոչ ոք չի։ Ինչու դնել քվեարկության ինստիտուտում տեխնացությունը, եթե դա պետք է հետագայում անտեսվի։ Լավ, ձեր տեխնացուն դատարան դիմելու մեծամասնությունը ում էր ընտրում, ում եք Վարդան Գասպարյանը Գիտեք, այստեղ 52 ձայն եղել է իրոք 33, 11 ձայն եղել է Սամվելի օգտին։ Երկուսն էլ ես ուզում եմ ասել, որ մեր գոլեգաներն են, ոչ մի այսպես վատ բան չենք ուզում, սա ակցիա չի ուղղված Սամվելի դեմ, սա ակցիա է այնքանով, որ մենք ուզում ենք տնօրեն տեսնել Վարդանին։ Հարգեն ընտրությունը, կոլեկտիվի ընտրությունը։ Այդպես, քվեարկությունից հետո ինքը Սամվելը մոտեցավ շատ ինտելիգենտ ձևով ձեռք սեղմեց Վարդանին, դա շատ հաճելի էր, ընտրությունները իրենք անցել են շատ ինտելիգենտ, շատ այսպես վայել կերպով եւ դա առանց որևէ կեղծիքի շատ հաճելի էր այդ ամեն ինչը եւ շատ լավ կլիներ, որ այդպիսի շարունակություն էլ լիներ։ Ցավոք այդպես չեղավ։ Բա հետո խի տենց եղավ, ինչա Նաջարյանը փոշմանեց։ Ասած մենք չենք փոշմանել, Նաջարյանը դա տեղի է ունեցել մեր շատ հարգելի Արմեն Անուշավանովիչի կողմից, մենք իրեն չտեսնված հարգում ենք, պարզապես կարող է կոլեկտիվներ ինչպես ընտանիքը կարող է համաձայն չլինել, թեկուզ իր մեծի կարծիքի հետ ունենալ իր սեփական տեսակետը եւ տեսնում ենք, որ այս տեսակետը կիսում է կոլեկտիվի մեծամասնությունը։ Բնականաբար վստահ ենք, որ Վարդանը ընտրվելով եւ Արմեն Անուշավանովիչին պատշաճ կերպով հարգանքով է վերաբերվելու նրա թեմաներին, նրա գիտական նվաճումները Իսկ շատ ներողություն, փորձել եք հանդիպել ընտրություններից հետո երկուսին էլ։ Այո։ Եվ Ակադեմիկ սեկրետարի հետ էլ ենք հանդիպել եւ մեզ ասեցին, որ ոչ մի դեպքում մեր հարցը չի լուծվում։ Դրամասն արդեն հեռուստացույցով էլ են ասել։ Կարելի է իկանալ։ Նկարի, մի հատ իսկ խոշոր պլանով նկարի ու տամ։
պետք չէ։ Դու էր մնացե պակաս տայր։ Բայդի արտահայտությունը ասում է շիշը գտամ գլխի։ Բայդի արտահայտությունը շիշը գտամ գլխին։ Ղալատ կանե շիշը գտած գլխի։